Սիրելիներս, ուզում եմ ձեզ ներկայացնել Սուրբ Սանդուղթ հոգևոր պատմավեպ գիրքը, հեղինակ Աշխեն Առաքելյան։ Այս գիրքը ինձ բերել է Սուրբ Հոգին։ Աստված է կամեցել, որպեսզի այս գիրքը հայտնվի իմ ձեռքերում եւ ես խոսեմ այս գրքի մասին։ Ուզում եմ հիմա շատ կարճ ուղղակի պատմել, թե ինչի մասին է գիրքը։ Հետագայում արդեն, ինչպես որ Սուրբ Հոգու կամքն է, ես խոսելու եմ եւ պատմելու եմ այս գրքի մասին ավելի մանրամասն, որովհետեւ Աստված է այդպես կամեցել։ Ուրեմն Սուրբ Սանդուղթը հոգևոր պատմավեպ է եւ դա բացառիկ ժանր է, հայ գրականության մեջ գոյություն չունի, չկա հոգևոր պատմավեպ եւ հոգևոր եւ պատմական արժեք է այս գիրքը։ Մենք պետք է իմանանք մեր հայ մարտիրոսուհու մասին, ով Սանդուղթն է, եղել է թագավոր, հայ թագավոր Սանատրուկի դուստրը եւ Սանդուղթը քրիստոնյա է դարձել, քրիստոնեություն է ընդունել եւ դարձել է Քրիստոսի զավակ եւ զինվոր, լսելով Թադևոս Առաքյալի քարոզները։ Նա մասնակցել է Թադևոս Առաքյալի քարոզներին եւ իր անձը անհայտ պահելով նրան չեն ճանաչել, մարդիկ չեն իմացել, որ Սանատրուկ թագավորի դուստրն է, սակայն հետո բացահայտվել է այդ իրականությունը, նա իր անունով հանդես չի եկել եւ նա ընդունել է Տեր Հիսուս Քրիստոսին ու սիրել է այնքան, որ իր կյանքը նվիրել է Հիսուս Քրիստոսին, հրաժարվելով իր թագավորական աշխարհիկ կյանքից, նա դարձել է իսկական քրիստոնյա եւ նա իր կյանքը նվիրել է քրիստոնեության տարածմանը, պայքարել է հանուն ճշմարտության եւ հանուն փրկության եւ նահատակվել է հենց իր հոր ձեռքով Սանատրուկ թագավորի ձեռքով։ Այս գրքում ամենը ինչ որ գրված է պատմական իրողությունների, ուսումնասիրությունների, փաստերի հիման վրա է գրված, ինչպես նաեւ հեղինակը Աշխեն Առաքելյանը ուսումնասիրել է մի տարի շատ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է այս ժամանակաշրջանը, որում տեղի են ունեցել այս իրադարձությունները, գրքում գրված Սանդուղթի կյանքը, թագավորական կյանքը, արքունական կյանքը, այն ժամանակվա ապրելակերպը, արքունական շփումներ, փոխհարաբերություններ եւ ծեսեր, ծիսակարգեր, քրմական, քրմերի, հեթանոսական այդ կյանքը, սովորույթները եւ թե ինչ էր կատարվում այն ժամանակ Հայաստանում հեթանոսական կյանքում եւ թե ինչպիսին էր Սանդուղթի կյանքը, ինչպես նա իրեն նվիրեց Հիսուսին եւ իր կյանքը նվիրեց քրիստոնեությանը եւ ամբողջ այդ մի տարվա ընթացքում, երբ հեղինակը ուսումնասիրել է բոլոր պատմական փաստերը, ինչպես նաեւ այդ ընթացքում նա աղոթել է, որպեսզի Սուրբ Հոգին իրեն ուղղորդի, Սուրբ Հոգին իր հետ խոսի, ուղղորդի, առաջնորդի, որպեսզի իրեն փոխանցվի հեղինակին, փոխանցվի Սանդուղթի ապրումները, զգացողությունները եւ այդպես էլ եղել է Սուրբ Հոգին Աշխենին է փոխանցել Սանդուղթի ապրումները, հայտնություններ է տվել Աշխենին, որոնք որ գրված են այս գրքում եւ ուզում եմ ասել, որ ինքս երբ կարդում էի գրքից հատվածներ, ես այստեղ տեսա մարգարեություններ, որոնք որ հենց հեղինակը ուղղակի լսելով Սուրբ Հոգուց գրել է, բայց ինքն էլ չէր պատկերացրել, որ դրանք բոլորը մարգարեություններ են, ինչպես նաեւ ուզում եմ ասել, որ հեղինակը Աշխեն Առաքելյանը ասում է, որ եթե մարդ իր սրտի մեջ կրում է, իր սրտի մեջ ունի Հիսուս Քրիստոսին, եթե իրոք սիրում է Հիսուս Քրիստոսին, ուրեմն ծառայում է, սկսում է ծառայել Հիսուս Քրիստոսին։ Եվ Աշխենը ուղղակի եղել է գրող, գրիչ, անոթ, Սուրբ Հոգու ձեռքերում։ Այստեղ ամեն ինչ որ գրված է, սա Սուրբ Հոգու աշխատանքն է։